Այսօր ռուսական բանակի վերահսկողության տակ է անցել Խարկովի մարզի Բոչկովո բնակավայրը։ Զանգվածային օդային հարձակման տակ են եղել ուկրաինական քաղաքները։ Կիևի պաշտոնական հաղորդագրության համաձայն Մոսկվան 660 անօդաչուներով ու հրթիռներով է հարձակվել քաղաքացիական ենթակառուցվածքների վրա։ 5 զոհ, ավելի քան 30 վիրավոր կա Դնեպրին, Չերնիգովի, Օդեսայի եւ Խարկովի մարզերին ռուսական հարվածների հետևանքով։ Նման յուրաքանչյուր հարված պետք է հիշեցնի մեր գործընկերներին, որ իրավիճակը պահանջում է անհապաղ եւ վճռական գործողություններ, մեր հակաօդային պաշտպանության արագ ուժեղացում։ Անվտանգության եւ էներգետիկայի ոլորտում համագործակցության ակնկալիքով է Զելենսկին այսօր Ադրբեջան մեկնել։ Ֆրանս Պրեսն էր հեղում անելով ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյայի գրել, որ հենց այդ հարցերը կլինեն հանդիպման օրակարգում։ Զելենսկին Իլհամ Ալիևի հետ Գաբալայում է հանդիպել տետ-ա-տետ եւ այդ հանդիպումը նա կարեւոր է համարել։ Մինչև դա նա Տելեգրամում կադրեր է հրապարակել իր փորձագիտական թիմի հետ հանդիպումից։ Գից Ուկրաինայի ղեկավարը գրել է, որ պատրաստ է երկնքի պաշտպանության ոլորտում Ուկրաինայի փորձով օգտակար լինել գործընկերներին, նշելով Մերձավոր Արևելքն ու Պարսից ծոցի տարածաշրջանը, Եվրոպական միությունը եւ մասնավորապես Ադրբեջանը։ Իսկ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում առաջարկել է ռուս-ուկրաինական բանակցությունները Ադրբեջանում անցկացնել։ Ռուս-ուկրաինական պատերազմի սկզբից Ադրբեջանը աջակցում է Ուկրաինային, բացահայտ պաշտոնական հայտարարություններով ու մարդասիրական օգնությամբ։ Այսօր Զելենսկին ու Ալիևը ստորագրել են համաձայնագիր, այդ թվում ռազմական համագործակցության մասին։ Փորձագետները խորհրդանշական են համարում պայմանագրի ստորագրման վայրը։ Հենց Գաբալայից էր 2012 թվականին Ալիևը հեռացրել ռուսական ռազմաբազան։ Ռուսական գիշերային հարձակումից հետո ռումինական Գալաց քաղաք ռուսական անօդաչուների ներխուժման մասին է հայտնել Ռումինիայի պաշտպանության նախարարությունը։ Տուժածներ չկան, միայն էլեկտրահաղորդման սյուն եւ տնային կից շինություն է վնասվել։ Սա առաջին անգամ չէ, որ Բուխարեստը ահազանգում է իր օդային տարածքում ռուսական դրոններ հայտնաբերելու մասին։ Ռումինիայի պաշտպանական գերատեսչության համաձայն նման միջադեպերը վտանգում են ոչ միայն Ռումինիայի քաղաքացիների, այլև ՆԱՏՕ-ի հավաքական անվտանգությունը։ Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածներից 6 մարդ է վիրավորվել Եկատերինբուրգում։ Սվերդլովսկի մարզի նահանգապետի խոսքով անօդաչուն բազմահարկ բնակելի շենքի է հարվածել։ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև փոխգործակցության այն եզակի ուղիներից մեկը, որը շարունակում է գործել նույնիսկ ակտիվ ռազմական գործողությունների պայմաններում, գերիների փոխանակումն է։ Մոսկվան ու Կիևը գերիներ են փոխանակել 193-ի դիմաց։ Ծովինար Բարխուդարյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։